Սիրելի ընկերներ, ու հիմա եւս մեկ անգամ եւս նշում եմ, որ մենք ապրում ենք մեր պատմության ամենաամոթալի ժամանակներից մեկը, ամենաամոթալի Հայաստանի Հանրապետությունում բանտարկված են սրբազաններ, Հայաստանի Հանրապետությունում բանտարկված է ազգային բարերար, այս սև բիծը մեր վրայությունները փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, փորձում են մարդկանց վախացնել, թույլ չտալ խոսել, են էլ չեն հասկանում, որ վախեցող չկա, ոչ իրանցից, էլ ոչ մեկից էլ վախեցող չի եղել ու չկա։ Մենք Բաքվում հայրենակիցներ ունենք բանտարկված, մենք Բաքվում բարերար ունենք բանտարկված, ունենք բանտարկված ազգային բարերար Հայաստանի Հանրապետությունում։ Եվ մենք ասում ենք, ու ասում ենք անվախ, մեր ազգային բարերարին պետք է ազատ արձակել, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն, 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 ազատություն։ Այդ իշխանություններին թվում է, թե որևիցե տեղից աջակցություն չկա, այս էից ամեն տեղ գնալ տեղից աջակցություն ենք ստանում, գնում ենք մարզեր գյուղերում ժողովուրդը ոտքի է հելնում աղոանցով դիմավորում է, բոլոր տեղերը ունենք աջակցություն, ինչքան ուզում եք նռացեք, ինչքան ուզում եք փորձեք, ոչ մեկ չի վախենում, սաղ էլ ոտի էլ կանգնելու են մեր ձևով, կանգնելու են մեր ձևով շարժման կողքին ու ամեն ինչ անելու են, լինելու է Հայաստանի Հանրապետությունում արդարություն, լինելու է Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն, խաղաղություն ու վերջո Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ու մեր ազգը ապրելու անկախ ու երջանիկ ու կայուն տնտեսություն ունեցող երկրում։ Արդարություն, արդարություն,